Պարոն Իսկանդարյան, նախ օրվա խորհրդի հետ կապված ինչ կասեք։ Ինչպես տեսնում եք, Հայաստանի ներքաղաքական իրավիճակը ամենօրյա ռեժիմով զարգանում է եւ տեսնում ենք ինչպիսի զարգացումներ են տեղի ունենում, սա իհարկե հիմնական այս ամեն խմորումները առաջացել են 2023 թվականի տեղահանումից հետո եւ այսօր մենք նշում ենք մեր Արցախի ժողովրդի ինքնաարտահայտման օրը եւ մեծ խորհուրդ ունի ինքն իր մեջ եւս մեկ անգամ այս լսումները, այս հանդիպումները փաստում են, որ արցախցիների խնդիրները լուծված չեն, մի ամբողջ ժողովրդի ինքնորոշման հարցը մնացել է այս կարգավիճակով, ամեն ինչ անելու ենք հետագայում, որպեսզի արցախցիների հավաքական վերադարձը տեսանելի ապագայում իրականանա։ Արցախցիները շարունակում են բարձրաձայնել հավաքական վերադարձի իրավունքի հարցը, բայց հայաստանյան իշխանությունները, օրինակ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ փախստականները այդ հարցը բարձրացնելով որևէ օգուտ, որևէ բան չեն ստանալու։ Փոխարենը տուժելու է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը, խաղաղության գործընթացը։ Դուք վտանգներ չեք տեսնում, որ այս հարցը բարձրացնելով հնարավոր է հարված, այսպես ասած, հասցնեք խաղաղության գործընթացին։ Հակառակը կարող եմ ասել, քանի որ խոսում է խաղաղության մասին եւ ադրբեջանական լրատվամիջոցները շատ ակտիվ տարածում են 300,000 ադրբեջանցիների վերադարձի մասին, սա կարծում եմ Հայաստանի անվտանգությունից եւ անվտանգային օրակարգից է բխում, որ խոսվի արցախցիների հավաքական վերադարձի մասին, հակակշիռ որպես այդպեսին, իսկ ինչ վերաբերվում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, Նիկոլ Փաշինյանին որևէ մեկը չի լիազորել արցախցիների անունից խոսելու, հատկապես վերջին ժամանակներում դուք տեսաք, որ բազմահազարանոց հանրահավաքներ տեղի ունեցան, նրանց պատկան մարմինները քննարկումների մեջ տևական ժամանակ չեղան, այսինքն առաջարկեցին լուծումներ, որից հետո չլսեցին մեզ։ Ասում են դուք եք լուծարել նկատի ունենալով Արցախի իշխանությունների հարցը, դուք եք լուծարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը առանց մեզ հետ խորհրդակցելու, թերևս այս են որպես հակափաստարկ ներկայացնում։ Բազմաթիվ անգամներ նախագահ Շահրամանյանը անդրադարձել է այդ ամենին եւ կարիք չունեմ եւս մեկ անգամ պատասխանելու իշխանություններին, կարող եմ միայն ասել, որ այդ մեկօրյա Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ունեցանք կորուստներ, ունեցանք եւ եթե այդ պատերազմը եւս երկար տևեր, բնականաբար ցեղասպանություններ տեղի ունենալու։ Պարոն Իսկանդարյան, հայաստանյան իշխանությունները հորդորում է արցախցիներին տնավորվել եւ այդ տնավորման գործընթացում մի շարք ծրագրեր է առաջարկում, այդ ծրագրերը թերևս դրա մասին բազմիցս խոսել ենք, նաեւ բնակարանային ծրագիրը, որը վերջերս խմբագրվել է եւ լավարկվել ըստ իշխանությունների, սա ինչպես է գնահատում տնավորման այս գործընթացը, ինչպես է տեղի ունենում այս պահին։ Պարոն Ստեփանյանը իր խոսքում նշեց թվերի տեսքով եւս մեկ անգամ հաստատեց, որ այս 2 տարվա ընթացքում այդ բոլոր ծրագրերը գործում են շատ թերի։ Իհարկե, այն փոքր ընտանիքների մասով խնդիրները, որ կար, բնակապահովման մասին է խոսքը, կառավարության կողմից առաջարկվել է լուծման տարբերակ, բայց ինքն իր մեջ երկարատև լուծում չի կարող ունենալ եւ առհասարակ փոքր խմբերի է դա վերաբերվելու, այնտեղ կա նշվում է շեմ 2 հոգանոց ընտանիքներում նրանց հանրագումարը պետք է 115 գերազանցի, 3 հոգանոց անդամների հանրագումարը 175, ինչը ցույց է տալիս, որ շատ քիչ արցախցիներ են կարողանալու շահառու դառնալ այդ բնակարանային ծրագրից։ Իսկ ինչ վերաբերվում է խնդիրներին, ինչ եք կարծում, եթե Հայաստանի իշխանությունները չեն համագործակցում Արցախի իշխանությունների հետ, ինչպես կարող են խնդիրները, այսպես ասած, արագ լուծվել, երբ որ մեզ չեն լսում, իրենք դնում են շրջանառության, լսում են տարաձայնություններ, ինչ որ տևական ժամանակ
կարողանում ենք ուժ կիրառել, այսպես ասած, հանրահավաքներ, ճնշումներ գործադրել, որից հետո որոշակի փոփոխություններ լինում են։ Ձեզ հաջողվեց իշխանության ներկայացուցիչներից որևէ մեկի հետ հանդիպել սոցիալ-տնտեսական թեմաները լուծելու համար։ Բազմաթիվ անգամներ անդրադարձել եմ այդ հայցին, որից մեկը մեր զանգերին չի պատասխանում, գրավոր նամակներին եւս, այս շարունակվում է նույն ձևով, ինչպես նախկինում։ Արցախցիներից շատ կա արտագաղթ, կա մոտավոր թվեր, որովհետև պարոն Ստեփանյանը ներկայացրեց քաղաքացիության դիմելության ցուցանիշը եւ ըստ այդմ ավելացել է այդ ցուցանիշը։ Արտագաղթի պարագայում ինչ կասեք։ Արտագաղթ ունենք, բազմաթիվ անգամներ նշել ենք, մոտ 25000 արցախցիներ արտագաղթել են եւ այլևս չեն վերադարձել, ինչը մեծ թիվ է։ Ինչ պետք է արվի նրանց այստեղ պահելու համար, թեև իշխանությունները իրենց ծրագիրը ներկայացնում են։ Իհարկե պետք է բարելավեն, նախ մարդիկ պետք է տնավորվեն, կարողանան բնակարաններ ձեռք բերել։ Այս 2 տարվա ընթացքում 1300 հոգին, դա եւս այն ցուցիչն է, որ նշեցի, բնակապահովման ծրագրում կամ բազմաթիվ բացթողումներ։ Կարծում եմ պետք է բարելավի, մենք առաջարկել ենք լուծումներ կառավարության կողմից կառուցել տներ եւ տալ անհատների, ընտանիքների 20-25 տարի այդ մարդիկ կարող են ապրել, որից հետո դա կհանդիսանա տվյալ ընտանիքների սեփականությունը, բայց նրանք դեմ են արտահայտվել։